Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսը բոլոր ժամանակներում մշակույթների, ավանդույթների և կրոնների խաչմերուկ է համարվել։ Այստեղ գործում են կաթոլիկ, լյութերական, ուղղափառ ու հրեական եկեղեցիներ։ Մշակութային ու կրոնական բազմազանությունը, ճարտարապետությունը այս երկիրը գրավիչ են դարձնում զբոսաշրջիկների համար։ Վիլնյուսի մայր տաճարը կամ Սուրբ Ստանիսլավի և Սուրբ Վլադիսլավի տաճարը այն վայրերից մեկն է, որը տեսնելու համար են գալիս զբոսաշրջիկները։ Այստեղ է գտնվում նաև Քրիստոսի պատանքի կրկնօրինակը, այն գտնվում է հատուկ կապելայում, որը ստեղծված է որպես խորհրդանշական տարածք նվիրված Սուրբ Պատանքին։ Безусловно, кафедральный собор – главное место, связь с Ватиканом напрямую или косвенно. Մայր տաճարը Վիլնյուսի գլխավոր կառույցն է, որը ուղղակի կամ անուղղակի կապ է պաշտպանում Վատիկանի հետ։ Մենք Եվրոպայի վերջին հեթանոց երկիրն ենք եղել, որն ընդունել է քրիստոնեություն։ Մեր երկիրը բազմազգ է, օրինակ հրեաների համար Վիլնյուսը համարվում է հյուսիսային Երուսաղեմ, թաթարների համար Լիտվան երկիր է, որը հարգում է նրանց կրոնական ու մշակութային իրավունքները։ Էրնեստ Ալիսինը Լիտվայի ժուրնալիստների միության փոխնախագահն է։ Ներկայացրեց մեզ քաղաքի պատմական այն դրվագները, որոնք զբոսաշրջության զարգացման հիմքում են դրել։ Օրինակ, մայր տաճարից ոչ հեռու Գեդեմինաս իշխանի ամրոցն է։ Նա համարվում է Վիլնյուսի հիմնադիրը եւ Լիտվայի մայրաքաղաք այցելությունը սկսվում է նրա ու ամրոցի մասին պատմություններով։ Легенда гласит о том, что одной ночью во время охоты князь Гедеминас Լեգենդը պատմում են, որ Լիտվայի մեծ իշխանության հզորագույն միապետ Գեդեմինասը մի անգամ որսից հետո կանգ է առնում գիշերակացի մի բլրի լանջին։ Երազ է տեսնում, թե ինչպես գայլը մարդկային լեզվով խոսում է ու ասում, որ նույն այդ տարածքում պետք է քաղաք կառուցի։ Այդպես էլ կառուցվում են Վիլնյուսը եւ Գեդեմինասի ամրոցը։ Զբոսաշրջային մեկ այլ հետաքրքիր հատված Վիլնյուսի գետի այն ափի հանրապետությունն է։ Այո, այստեղ քաղաքի մեջ առանձին հանրապետություն կա հռչակված։ Այդ հանրապետությունը ունի իր սահմանադրությունը, որը թարգմանված է 30 լեզուներով, այդ թվում հայերեն։ Սահմանադրությունը ունի 41 հոդված։ Այս յուրօրինակ հանրապետության ու սահմանադրության հեղինակները արվեստագետներ են։ Մշակույթը զբոսաշրջային բաղադրիչ է լիտվական մեկ այլ քաղաքում՝ Ալիտուսում։ Այստեղ երկրագիտական թանգարանում Ալիտուսի շրջանի պատմությունն է ներկայացված որպես մշտական ցուցադրություն։ Մեր այցի օրերին թանգարանում բացվել էր նաև բացառիկ մի ցուցահանդես՝ պատմության բույրերը Կլեոպատրայից մինչև Նապոլեոն։ Պատմաբաններն ու պարֆյումերները համատեղ վերականգնել են մինչև 19-րդ դարը Եվրոպայում հայտնի բույրերը։ Պարֆյումերները գտել են աղբյուրները, պատմական տեղեկությունները և վերականգնել են Եվրոպայում ամենահայտնի մարդկանց բույրերը։ Պարֆումերիայի գրականությունում այլ տեղեկություններ են, պատմական գրքերում այլ, և ամենաբարդը դրանք համադրելն է եղել։ Կարող եմ ասել, որ ամենաթանկ բույրը ունեցել է Լիտվայի իշխանուհի Բարբարա Ռադզիվիլը։ Պատմական փաստերով նա ունեցել է իր անձնական պարֆումերը և շատ մեծ ուշադրություն է դարձրել իր խնամքին։ Ալիտուսում քաղաքային ենթակառուցվածքների բարեկարգումն ու վերանորոգումն են դարձել զբոսաշրջության զարգացման գրավականը։ Օրինակը քաղաքի հետեոտնային ու հեծանվային կամուրջն է, կառուցված Լիտվայի ամենախոշոր գետի Նեմանի վրա։ Սերը որպես այդպիսին չափման միավոր չունի, ասում ենք սիրում ենք շատ կամ սիրում ենք քիչ, իսկ այլ լիտվացիները մտածել են, թե ինչով կարելի է չափել սերը։ Ալիտուսում սերը չափվում է մետրերով, իսկ չափիչ սարքը այս կամուրջն է, Ալիտուսի ամենաերկար հեծանվային և հետեոտնային կամուրջը։ Этот мост очень любят молодожены. Այս կամուրջը հատկապես սիրում են նորապսակները։ Հարսանիքի օրը գալիս են այստեղ։ Փեսան հարսին քանի մետր կարողացավ գրկած տանել, այդքան էլ չափվում է նրա սերը։ Այսինքն սերը չափում ենք մետրերով։ Կամուրջը վերակառուցվել է 2006-ին և արդեն 20 տարի է զբոսաշրջիկների սիրած վայրն է մեր քաղաքում։ Պատմությունն ու ճարտարապետությունը զբոսաշրջային հետաքրքրություն են առաջացրել նաև Լիտվայի պատմական մայրաքաղաք Տրակայում։ Գալվե լճի կղզակի վրա վեր խոյացող հայտնի Տրակայի ամրոցը Լիտվայի գլխավոր պատմական այցեքարտերից է։ Բնությունը ևս այստեղ որոշիչ գործոն է։ Անտառապատ Բրիշտոնաս առողջարանային քաղաքում էլ ընդունում են պասիվ հանգստի սիրահարներին։ Խորհրդային տարիներից մնացած հին շենքերը վերածել են ժամանակակից առողջարանային կենտրոնների։ Ներդրումն ու ենթակառուցվածքների զարգացումը կարևոր են համարում, բայց երկիրը գրավիչ են պահում մշակույթը, ճարտարապետությունն ու դրանք պահպանող մարդիկ։ Լուսինե Հայրապետյան, Արթուր Մելիքյան, Հորիզոն։